Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Հիմա գտնվում ենք Բերլինում, հայկական դեսպանատան առջև։ Այստեղ մենք ունենք պետիցիա, որը որ պետք է հանձնենք Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։ Մի քանի օր առաջ Հայաստանում տեղի ունեցել արտառոց դեպք, առաջի անգամ ցեղասպանությունից հետո Էջմիածնի մայր տաճարը հարձակման է ենթարկվել եւ զինված մարդիկ ներխուժել են եկեղեցու տարածք։ Գերմանիայում ապրող մարդիկ հիշում են, բնակիչները հիշում են, որ այսպիսի դեպք ունեինք մենք, հայկական ընտանիքեր, որոնց որ պետք է դեպորտ անեին, եւ այդ ընտանիքը գնացել էր գերմանական եկեղեցի, եւ այդ եկեղեցում ապրում էր 1 տարուց ավել, եւ ոստիկանությունը ունենալով իր ձեռքին որոշում դեպորտ անելու չէր կարողանում մտնել եկեղեցի, որ եկեղեցուց այդ ընտանիքը հաներ դուրս, քանի որ եկեղեցու տարածքը հանդիսանում է անձեռնամխելի, ապա ոչ ոք մտքով էլ չէր անցնում, որ եկեք ուժով մտնենք եւ այդ ընտանիքին անենք։ Չնայած կար դա մեջ մտած դատարանի ուժի մեջ մտած որոշում, չնայած կար այդ դեպորտի որոշում։ Հիմա արդյոք Հայաստանում ավելի վտանգավոր իրավիճակ էր, որ ստիպված էր մեր կառավարությունը, մեր իշխանությունները ուժ գործադրել եկեղեցասեր ժողովրդի եւ հոգեվորականության նկատմամբ ներխուժել Էջմիածնի տարածք եւ այնտեղ փորձել կատարել ինչ-որ գործողություններ։ Սա անընդունելի է եւ երևի բոլորս դրա հետ կհամաձայնվենք, որ սա արտառոց դեպք է եւ սա ցեղասպանության սկիզբն է։ Եթե մենք հիմա սա չկանգնացնենք, եթե մենք այս բռնության ալիքը չկանգնացնենք, ապա բոլոր կարող ուժերին, մտավորականներ լինեն, բիզնեսմեններ լինեն, գումարող մարդիկ լինեն, ինչպես Սամվել Կարապետյանն է, որ Forbes-ի ցուցակում գրավում էր մի ժամանակ 3-րդ, հետո 7-րդ տեղը, նրանց բոլորին ձերբակալելու են, առանձնացնեն, հետո սովորական ժողովրդի նկատմամբ արդեն կիրառեն ցեղասպանության ամենադաժան մեթոդները։ Հայաստանի Հանրապետություն անունը կարող է քարտեզի վրա մնալ, բայց էությունը այլևս էլ չի մնա։ Կլինեն ինչ որ մի հատ 3-րդ կարգի պետություն, որը որ հայ ժողովրդի, հայ հետ որևէ ընդհանուր աղերս չունի։ Ճիշտ այնպես, ինչպես մեր պատմական հայրենիքում է հիմա, որը որ Օսմանյան կայսրության մի մասն էր, հիմա էլ Թուրքիայի մի մասն է, այնտեղ էլ են բնակվում էթնիկ հայեր, որոնք որ մոռացել են իրենց լեզուն, մոռացել են իրենց կրոնը, խոսում են թուրքերեն, դե հիմա ապրում են այդ մարդիկ, բայց արդյոք նրանք երջանիկ են, արդյոք նրանք կարողանում են իրականացնել իրենց կյանքի նպատակները, կարողանում են նորմալ ապրեն, ստեղծագործեն, հաջորդ ծնունդներին ինչ-որ բան թողնեն։ Բնականաբար այդպես չի, որովհետև իրանք կտրված են իրենց արմատներից։ Հիմա նույնը ուզում են անել մեր հետ։ Ես դեռ չերս Facebook-ում կարդացի, որ ինչ որ մեկը պնդում էր անում, թե Ալիևը հայտարարել է, թե 2020 թվականի պատերազմի ամենամեծ հաջողությունը դա հայ ազգի փիլիսոփայական դեգրադացիան, որ ազգը բաժանվեց մասերի, իրեն հաջողվեց, իբր թե ինքն իրան մեջ էր գցում, որ ինձ հաջողվեց, բայց իրականում այդպես չի, ավելի հզոր ուժերին հաջողվեց, ազգը պառակտել եւ բերել այն վիճակի, որ երբ որ Արցախը հանձնվում էր, ոչ ոք լուրջ ձայն չհանեց, ոչ ոք լուրջ բողոքի ակցիա չկարողացավ կազմել։ Հիմա արդեն բանը հասել է Հայաստան։ Մենք քանի անգամ կրկնել ենք եւ անընդհատ ընդգծել ենք, առանց Արցախի չկա Հայաստան, առանց Արցախի հնարավոր չի պահել Հայաստան։ Հիմա արդեն Հայաստանն է ընկած թշնամու թիրախում եւ ուզում են Հայաստանը ոչնչացնել։ Հայաստան ասելիս ինչ ենք հասկանում։ Ոչ միայն դա քարտեզն է, ոչ միայն բնությունն է, Հայաստան ասելիս հասկանում ենք հայ ժողովուրդը, նրա էթնիկ ինքնությունը, նրա կրոնը, նրա եկեղեցին։ Հիմա մենք ունենք այդ եկեղեցու վրա հարձակվում են, եկեղեցի վերացնել։ Շուտով ցանկանում են վերացնել նաեւ թանգարանը, ցեղասպանության ինստիտուտ թանգարանը եւ դրանով վերջ դնեն մեր ինքնության։ Ուստի այսօր մենք ստեղ հավաքվել ենք, որ մեր բոլորի անունից մեր բողոքի ձայնը բարձրացնենք դեսպանի նկատմամբ։ Ոստիկանությունը մեզ տեղյակ պահեց, որ հատուկ դիվանագիտական կանալներով կապնվել են դեսպանատան հետ, որպեսզի պարզեն կա արդյոք ներսում մարդ, որին որ մենք կարող ենք պետիցիան հանձնենք մեր բոլորի անունից գրված, ցանցում տեղադրված եւ հաստատված, թե ոչ։ Ըստ շրջանառվող լուրերի դեսպանի մեքենան կանգնած է եղել այստեղ 15 րոպե առաջ հեռացել է, անձամբ դեսպանը չգիտենք որտեղ է գտնվում, միգուցե շենքում է գտնվում, բայց
քանի անգամ մոտեցել են իրենք ոստիկանները դրան զանգը տվել են որ պետիցիա փոխանցեն, չի ստացվել։ Ոչ ոք չի պատասխանում։ Եվ չի պատասխանում նաև դիպլոմատիկ կանալներով զանգերին, որպեսզի իմանանք այնտեղ ներսում մարդ կա թե մարդ չկա։ Հիմա ես ընթերցեմ մեր պետիցիան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանին։ Բերլինում հունիսի 29-ին դեսպանատան առջև տեղի ունեցած առցանց հավաքի պահանջները։ ՀՀ իշխանության կողմից հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված բռնաճնշումները հասել են աննախադեպ ծավալների։ Դրանք հակասահմանադրական են եւ չունեն որևէ հիմք։ Եթե նույնիսկ կասկած կա որոշ եկեղեցական գործիչների նկատմամբ, ապա ինչու է Մայրաթորի տարածքը ենթարկվել հարձակման։ Էջմիածինը քրիստոնեական սրբավայր է։ Եթե ես չեմ սխալվում, Էջմիածինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակներով էլ է գնում որպես առանձին վայր, որտեղ 1700 տարուց ավել արդեն գոյություն ունենք մենք որպես քրիստոնյա էթնոս, քրիստոնյա մասնիկ։ Ապա ինչու է Մայրաթորի տարածքը ենթարկվել հարձակման։ Էջմիածինը քրիստոնեական սրբավայր է եւ ուժային կառույցների որևէ հարձակում եկեղեցու վրա մուտք եկեղեցու տարածք անթույլատրելի է։ Պահանջում ենք ղեկավարության պաշտոնական ներողությունը եկեղեցու վրա հարձակվելու, դարպասները ջարդելու, հավաքված եկեղեցկացած բազմությանը հալածելու համար։ Արքեպիսկոպոս Միքայել Աջափահյանը ձերբակալված է, այսպիսի բան չէր եղել։ Արքեպիսկոպոս չեն ձերբակալել, նույնիսկ ցեղասպանության ժամանակ։ Հա, ինչ որ հոգևորականների սպանել են, բայց արքեպիսկոպոսի մակարդակով տենց բան չի եղել։ Կոնստանտինոպոլսում որևէ հոգևորականի չեն սպանել ցեղասպանության ընթացքում, չեն ձերբակալել։ Իսկ հիմա մենք ունենք իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետության ուժայինները ձերբակալում են երկու արքեպիսկոպոս։ Պահանջում ենք ղեկավարության պաշտոնական ներողությունը եկեղեցու վրա հարձակում ենք։ Պահանջում ենք արքեպիսկոպոս Միքայել Աջափահյանի ազատումը հետևյալ հիմքով։ Գործող արքեպիսկոպոսի ձերբակալությունը արգելվում է ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածով, քանի որ այն խաթարում է եկեղեցական կյանքի բնականոն աշխատանքը եւ հանդիսանում է կրոնական ծեսերի անցկացման խոչընդոտում, այն էլ պաշտոնական մարմինների կողմից։ Պահանջում ենք Բագրատ Սրբազանի եւ իր համակրիների ազատումը, պահանջում ենք Սամվել Կարապետյանի ազատումը։ Սամվել Կարապետյանը մեծահարուստ բիզնեսմեն է եւ ոչ մի գործ չունի քաղաքականության մեջ։ Նրա միակ մեղքը եղել է այն բանում, որ ինքը հայտարարել է. ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևերով ենք մասնակցելու այդ ամեն ինչի։ Հիմա ես այստեղ հավաքվածների եւ առցանց հավաքվածների անունից հայտարարում եմ. մենք էլ ենք պատրաստ ամեն ինչի։ Հետո գերմանական կառավարությունը, ոստիկանությունն այնտեղ կանգնած է, կամ է ձերբակալի։ Եթե իրանք իհարկե համարում են, որ դա քրեորեն հետապնդելի արարք է։ Եվ հիմա ամենակարևոր մասն եմ ուզում ընդգծեմ, որը որ նորություն է մեր համար, մեզ հասած տեղեկություններով պլանավորվում է Ծիծեռնակաբերդի ցեղասպանություն թանգարան ինստիտուտի ոչնչացում։ Օրինակ, հարակից անտառային հատվածի այրման միջոցով հրդեհի հրահրում եւ ինստիտուտի փակում անորոշ ժամանակով իբր վերանորոգման պատրվակով։ Պահանջում ենք դեսպանից, որ փոխանցի մեր պահանջը Հայաստանի Հանրապետության իշխանություններին, ցեղասպանության թանգարանի եւ հետազոտական ինստիտուտի նկատմամբ առավել ուշադրություն հնարավոր հրդեհները կամ այլ վնասները բացառելու համար, առավել ուշադրություն դարձնել, որպեսզի բացառվի որևէ ոտնձգություն հայ ժողովրդի ճշնամիների կողմից։ Հայ ժողովրդի ճշնամիները եկել հասել են արդեն Երևան, մեր մայրաքաղաքում։ Խնդրում ենք մեր պահանջները փոխանցել ՀՀ կառավարության։ Եթե կան այլ առաջարկներ կամ այլ ելույթ ունեցողներ, կարճ, եթե մենակ խնդրում եմ, առցանց ասեք եւ մենք այս մեր պետիցիան հանձնենք։ Արամ ջան, կա մարդ, որը կցանկանա երկու խոսք ասի։ Շնորհակալություն կազմակերպիչներին, Արամ ջան, քեզ շնորհակալություն, որ այս դժվարին պահին կարողացել եք նման կապ ստեղծել եւ գրեթե մեր եվրոպական բոլոր երկրների ակտիվ համայնքներից մասնակցում են։ Ես մի դիտարկում անեմ ուղղակի մի փոքր ուշացումով միացա։ Ես նկատի ունեմ փաստաթուղթը, որը ընթերցվեց, խմբագրական, նաև ուղղակի
սկզբունքային հարցեր եմ ես իմ կողմից առաջարկում նախ Հայաստանի իշխանություն կոչվածը մերը չէ նա վաղուց արդեն ապացուցել է որ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հետ որևէ օրգանական կապ չունի 18 թվականից հետո թուրք-ադրբեջանական հեղափոխության միջոցով մեր ժողովրդին փաթաթված դիվերսանտների խումբը ուղղակիորեն նպատակ է դրված վերացնելու Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսին եւ իրենք հետեւողական այդ քայլերը կատարում են հետեւաբար մենք նրանցից պահանջելու ոչինչ չունենք մեկ բան ունենք պահանջելու մեր ողջ հայությանը ոտքի կանգնելու եւ հերացնելու իշխանությունը բռնազավթած թուրքական ծրագիր իրականացնող դիվերսանտներին այդ բանդիտներին որոնք արդեն սրբության սրբոցի վրա են հարձակվել մեր 1700-ամյա պատմության մեջ որևէ դեպք այդպեսին չկա որ որևէ ագրեսոր պետություն որևէ կայսրություն կարողանար մուտք գործեր մեր սուրբ տաճար այսօր մեր աչքի առաջ հայերեն խոսացող բայց թուրքերեն մտածող եւ թուրքերեն ծրագիր իրականացնողները ուղղակի հերոսակախմբի պես հարձակվեցին եւ ամբողջ աշխարհի առաջ ուղղակի հայ ժողովրդի եւ իրենց սրբությունը ոտնատակ տվեցին պարզապես արդեն բոլոր կարմիր գծերը հատված են Սա մեզ հիշեցնում է 15 թվականի ցեղասպանության նախորյակները, երբ ուղղակիորեն հայ ժողովրդին գլխատեցին իրեն մտավորականներից եւ հոգեվորականներից։ Այսօր մեր աչքի առաջ հենց բուն Հայաստանում դա է իրականացվում։ Եվ այն մարդկանց ձեռքով, որոնք այս երկրի համար, մեր ժողովրդի համար, որևէ բան արած չունեն։ Միայն Սամվել Կարապետյանի ապրած մեկ օրը արժի ամբողջ այդ բանդիտների ամբողջ տարվա իրենց կենսագրությունը, ամբողջ իրենց կյանքի կենսագրությունն արժի։ Նրանք որևէ բան մեր հայ ժողովրդին եւ մեր պետությանը չեն տալու։ Հետևողական ուզում են վերացնեն Հայաստանի Հանրապետությունը եւ պատահական չէր, որ մեր սրբության սրբոց մայր տաճարի վրա հարձակման օրը այս դիվերսանտի կողմից ուղղորդված եւ գործուղված Խուդատյան ազգանունով ինչ որ մի բորենի, որը ներկայացնում է տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը, հանդիպում է Ստամբուլում Բայրակթարի հետ, որը ներկայացնում է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Իդեպ այն Բայրակթարի, որի ստեղծած անօթաչու թռչող սարքերի միջոցով Արցախյան պատերազմի ժամանակ ոչնչացրեցին մեր ոսկե երիտասարդներին եւ նրա հետ էներգետիկ համագործակցության հուշագիր են ստորագրում։ Սա պարզից էլ պարզ է, որ Սամվել Կարապետյանին ուղակի տերորի ենթարկելով նրա ձեռքից ուզում են վերցնեն Հայաստանի էներգետիկ համակարգը եւ նվիրեն թուրքերին։ Արդեն պարզ երևում է։ Սրանից այն կողմ, որ այլևս միայն մնում է, որ ազգային ժողովի ամբիոնից այս թշվառը, այս տականքը, եթե կարելի է թույլ տվեք այդպես արտահայտվեն, որովհետև նա նորից եմ կրկնում, հայ ժողովուրդ հետ որևէ օրգանական կապ չունի։ Ինքը ապացուցել է դա 1000-րդ անգամ։ Մնում է, որ ազգային ժողովի բարձր ամբիոնից թուրքերեն կամ ադրբեջաներեն տեքստ ընթերցի, ասելով, որ ես սրբորեն կատարելով Էրդողանի եւ Ալիևի հանձնարարությունները այս պահից հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսին գոյություն չունի։ Սպասում ենք դրան, սիրելիներս, մեզ պատերազմ է հայտարարված։ Այդ պատերազմը կամ մենք արժանապատվորեն ընդունում ենք, համախմբվում ենք Սփյուռքով, Հայաստանով եւ ոտքի ենք կանգնում ու կարողանում ենք այս իրավիճակից, այս բարդ իրավիճակից դուրս գալ, փրկել գոնե այն մասունքները, որ մնացել են, կամ մենք կարժանանանք մեր նախնիների նման ցեղասպանության եւ մեր սերունդները ուղակի կներեք կթքեն մեր ապրողների գերեզմաններին եւ կասեն ձեր աչքի առաջ, ձեր տան մեջ ձեզնից, ինչպես ասած, ստեղծված իշխանություն կոչվածը Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնում էր։ Սրանից այն կողմ ուրիշին չէր պետք։ Հիմա ադրբեջանցիները եւ թուրքերը ոգևորության մեջ են։ Նրանք իրենց լավագույն երազի մեջ անգամ չէին կարող պատկերացնել, որ հայ ստահակը կարող է ձեռք բարձրացնել հայ հոգևորականի վրա։ Հայ ստահակը կարող է մտնել Հայաստանի սրբության սրբոց Էջմիածին եւ այնտեղից ուղակի
թուրքական ենիչերիների նման հոգևորականներին ծեծի ենթարկել։ Մենք ազգային ազատագրական կամ պայքար պետք է սկսենք, հայտարարենք եւ ինչով կարող ենք վեր կենանք այդ պատերազմը, այդ պայքարը մղենք եւ հաղթանակի հասցնենք, կամ ուղղակի այս բոլոր բաները կներեք, որևէ իմաստ չեն ունենա, ընդամենը պատմության մեջ կնշվի, որ եղավ այսպիսի միջոցառում, մարդիկ դժգոհեցին, բողոքեցին։ Մենք ոչ թե պետք է պահանջենք, ասելիքս նա է, մենք դատապարտում ենք, միայն բոլոր պահանջելու այդ բառերի դեմը դրեք դատապարտում ենք, որովհետև մենք իրենցից պահանջելու մեկ բան ունենք, օր առաջ մաքրվեն, մեր երկրից հեռանան, մենք կհեռացնենք իրենց։ Այնտեղ, որտեղ հիմա Բագրատ Սրբազանը իր կողմնակիցները եւ Միքայել Սրբազանն են նստած, սրանք պետք է իրենց գերդաստաններով ցմահ նստեն եւ ամեն օրը, ամեն վարկյանը պետք է երանի տան, որ սա լինի իրենց վերջին վարկյանը, որովհետեւ այնպիսի տանջանքների պետք է ենթարկել սրանց, որովհետեւ մեր պատմության մեջ նման բան երբևէ չի եղել։ Շնորհակալ եմ ուշադրության համար, շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք իմ կարծիքս արտահայտեմ։ Ես ինքս պայքարի մեջ եմ եւ աննահանջ որևէ մեկս պետք է կյանքից չվախենանք։ Այս կյանքը մեզ տրվել է Աստծո կողմից, արժանապատվորեն ապրելով ավելի երկար մենք կապրենք, քան գլուխներս խոնարելով եւ այսպիսի լակոտների առաջ մեր աչքի առաջ մեր պետությունը ոչնչացնելու այս գործընթացին անմասն ուղակի կողքից նայելով։ Շնորհակալ եմ Արամ ջան։ Խնդրեմ, իսկապես մենք հասկանում ենք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքում եւ իսկապես դատապարտելը եւ այս ակցիաների շարունակականությունը կապով է, որպեսզի մենք կարողանանք ինչ-ինչ ազդեցություն գործել Սփյուռքում մեր գործընկերների, մեր հարազատների միջոցով ընդհանուր հանրության վրա։ Ծանր իրավիճակ է, որևէ մեկը չի կարողանում հստակ ծրագիր առաջարկել եւ դրանք փոքր մանր խմբեր են, որոնք ինչ որ քայլեր են անում, որոնք արդյունք չեն տալիս եւ հույս ունեմ, որ այս նախաձեռնությամբ մենք կարողանանք որոշակի ազդեցություն գործել հասարակական կարծիքի վրա եւ ազդել, որպեսզի մարդիկ կարողանան մտածել եւ վերցնել իրենց վրա որոշակի պատասխանատվություն, որպեսզի կարողանանք այս ծանր իրավիճակից դուրս բերելու մեր երկիրը։ Ամեն ինչ շատ հասկանալի է։ Հիմա խոսքը փոխանցեմ մեր գործընկերոջ Աշոտ Սարգսյանին Երևան։ Բարեներ բոլորին, ես միանալով բոլորին դատապարտում եմ իհարկե, մենակ կարամ ասեմ Արամազդին, որ այդ փորձը ոտի կանգնելու կամ կանչելու հայ ժողովրդին ոտի կանգնել, սա մի քանի տարի հնչում է։ Իրավիճակը այնպես է, որ այսպես առանձին դաշտեն դիմելով կամ հայերին դիմելով հարցը չի լուծվում։ Այդ փորձը ունեմ ես 22-23 թվից Նիկոլի Իշխանությանը դատապարտում եմ 18 թվի հունիսից առանձնապես։ Այսպես չի ստացվի, պիտի մտածենք ոնց անենք, ոնց առաջ գնանք, որ լինի եւ օրինավոր ռամկաներում եւ ժողովրդին կարանք հավատ ներշնչենք ու ոտի կանգնեցնենք։ Այսպես կանչելով ոտի կանգնել չի լինում։ Այսի պիտի ընդունենք, որ իրավիճակը այսպես է, ժողովուրդը այս վիճակում է։ Այնպես պիտի գործենք, որոշ չափով օրինավոր ու ճիշտ ուղի ցույց տալով, որ ժողովուրդը տեսնի, որ հնարավորություն տեսնի միգուցե ոտի կանգնելու։ Ես ներկամենտում այդ կարամ ասեմ, ինչ վերաբերում է տեղի ունեցածին, իհարկե դատապարտում եմ։ 18 թվից ես սրանց դատապարտում եմ։ Տարբեր ձևով, ամեն հնարավոր ձևով։ Արամազդեր ինձ գիտի 22-23-ից պիտի հիշի։ Այո։ Միանում եմ ամեն ասացին, ամեն քննադատության, այո, ներկայիս իշխանությունը դավաճանում է հայ ժողովրդի Հայաստանի պետականության ինտերեսը շահերին, մեր հայ ժողովրդի շահերին ու ամեն ինչը համարյա պատրաստել է լրիվությամբ ոչնչացնելու պետականությունը։ Հայ ժողովուրդը պիտի էսի հասկանա ու միասին մտածենք այն տարերը, որ մնացել են, ոնց դուրս գանք այս ելքից։ Այո, պիտի կարողանանք ոտի կանգնենք, ժողովրդին ոտի կանգնեցնենք, մենակ տարբեր ձև կա, պիտի մտածել նորից փորձել առաջ գնալ։ Եթե Երևանում եք հարամազդ, կարելի է հանդիպել շփվել։ Այո, ես Երևանում եմ, նոր եմ եկել, նոր եմ վերադարձել եւ մի փոքր ավելացում, եթե թույլ կտա Արամը հարգարժան,
Ուրեմն մենք նախ առաջ երթին պետք է պարզենք մեր դեմը ով է, մեր հակառակորդը ով է։ Ինձ համար եւ իմ նման մարդկանց համար մեկընդմիշտ հայտնի է, որ սրանք Հայաստանը ներսից բռնազավթած ուժեր են, թուրքական ագրեսորներ են։ Հետևաբար ագրեսորի դեմ պայքարի բոլոր ձևերը ընդունելի է։ Համաշխարհային մարդու իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիաներով իրավունք է տրված մարդուն ապստամբելու իր ազատության համար, մարդուն ապստամբելու իր ազգային պետականությունը փրկելու համար։ Հիմա իրենք մեզ ասում են օրենքով շարժվեք, իրենք օրենքով են շարժվում։ Սահմանադրությունը բոլոր օրենքները ծալել են դրել մի կողմ, շարժվում են մեկ հոգեկան շեղվածի քմահաճույքներով, որը ուղակի կատարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հանձնարարությունները։ Հետևաբար նրանց հետ մեր անելիքը մեկն է։ Օր առաջ դուք ասում եք, այո, փորձեր շատ են եղել, որովհետև այդ փորձերի ժամանակ սխալ մարդկանց ընտրությամբ են գնացել։ Առաջնորդողները սխալ մարդիկ են եղել։ Նրանց մեջ նույնպես ազգային պետական մտածելակերպ չի եղել։ Պահի ազդեցության տակ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ իրենց անձնական շահից, կուսակցական շահից ելնելով են ինչ որ քայլեր կատարել։ Եթե մենք կարողանանք շատ արագ ազգային մտածելակերպով ազնիվ մարդկանց արագ համախմբենք, ես համոզված եմ, որ կարճ ժամանակում մեր ժողովուրդը այդ ուժին կվստահի եւ այդ ուժը կարող է իսկապես Հայաստանը փրկել այս կործանումից։ Խոսքը փոխանցեմ Ֆրանսիա Տիկին Կարմենին, համեցեք Տիկին Կարմեն, խոսքը ձեզ։ Իհարկե միանում եմ բոլոր այն կարծիքներին, որոնք հնչեցին։ Իհարկե հայ եկեղեցու նկատմամբ այս տեսակ քայլերը ուղղակի թուրքամետ քաղաքականություն են, իմ կարծիքով նույնպես, եւ լիովին համաձայն եմ մեր ընկերների հետ, որոնք արտահայտեցին իրենց մտքերը Հայաստանից, այսինքն 100%-ով կիսում եմ, ինչ որ խոսվեց, ինչ որ քննարկվեց։ Շնորհակալ եմ։ Խոսքը փոխանցեմ Ավստրիա Գեորգին, համեցեք Գեորգ։ Շատ շնորհակալ եմ, եթե ես ներողություն եմ խնդրեմ, որտեղ ճանապարհներն եմ, Մարամ ջան, ձեր մոդերն եմ, Գերմանիայում եմ, հիմա դուրս եմ գալիս սահման, մի պահ կանգնեցի, բայց շնորհակալ եմ խոսքերի համար, Արամ եղբայր, նոր դուք խոսում էիք, այո, ես միանում եմ կոչին, այսօր առավոտյան ես ունեցել եմ շատ լուրջ հեռախոսազանգ եւ մենք եկել ենք մի եզրակացման, որ պետք է մենք բոլորս գանք Հայաստան։ Մկրտչյան ջան, մենք դրա մասին պետք է խոսանք։ Ես հարցը իմ ոնց պետք է գայինք, շատ հետաքրքիր մի ճանապարհքարտեզ կա, որը պետք է մենք էդի շատ արագ անենք։ Մենք երևի 2-3 օրից մի քանի մարդկանց հետ կունենանք եթերներ, որ Վրաստանում կհանդիպենք բոլոր հայրենակիցները աշխարհի 10,000 մեքենաներով, աշխարհի բոլոր ծայրերով եւ բումով մտնելու ենք Հայաստան։ Թող մեզ առաջնորդներից տանեն։ Իսկ թվում է սա ամենաճիշտ քայլն է, որովհետև դրսից խոսալով ինձ 2 տարի կես արդեն չեն թողում երկիր մտնեմ, մարդկա արդեն երկար ժամանակ է, մարդիկ կան, որ խնդիրներ ունեն, բայց ոնց որ թե մենք եկանք այդ որոշման, որ այսօր մենք պետք է Հայաստան գնանք։ Ես մի քանի օր հետո կասեմ ինչ ձևի է լինելու Մկրտչյան ջան հետի եւ մենք որոշում ենք կայացրել, որ մեքենաներով մտնենք հայրենիք։ Ես երեք ունեցա դիսկուս շատ ճանաչված TikTok-ով, մարդիկ սխալ են մեզ հասկացել, գիտեն մենք ուղղակի դրսից խոսող ենք, անողջ ենք, հետո երբ որ մոդերատորը ներկայացեց մենք ով ենք, որ ոչ թե մենք միայն խոսող ենք, եթե արգելք են դրել արդեն 2 տարի կեսա, ճում ես ինչ-որ մի քայլ արել եմ, ինչ-որ մի գործողություն արել եմ, Արամ ջան, դրա համար ինձ արգելք դրել, մարդիկ ունեն ինֆորմացիայի պակաս։ Դրա համար մենք երեկո այսօր ունեցանք շատ լուրջ խոսակցություններ տարբեր երկրներում, տարբեր լիդերների հետ։ Մենք գալիս ենք, ես բրծա։ Բարև բոլորին։ Միանում եմ պետիցիային, կոչին։ Հայաստանի Հանրապետության մեջ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ամեն օր ոտնահարվում ու արժեզրկվում է հայկական մշակույթը, արվեստը, պատմությունը, ազգային արժեքները։ Հերթը հասել է առաքելական եկեղեցուն։ Ոչնչացման ծրագրի գլխավոր թիրախն է Էջմիածինը, հայրապետը, քահանաները։ Եթե այսօր Հայաստանը չմիավորվի, հայությունը չմիավորվի եւ նեցուկ չկանգնի հայ առաքելական եկեղեցուն, նշանակում է ազգը կանգնած է լուծարման, կործանման ճանապարհին։ Կոչի մեջ կուզենայի ավելացնել մեկ լրացում։ Երբ նշված է, թե Ծիծեռնակաբերդում գտնվող ցեղասպանության թանգարանը վտանգի մեջ է, սպառնում են շրջակայքում հրդեհներ կազմակերպել,
որի միջոցով հրդեհել թանգարանը։ Պետք է նշել, որ թանգարանի հետ կատարված ցանկացած ոտնձգության մեջ մեղադրում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը, վարչապետին, աշխատակազմին։ Խոսքը փոխանցեմ Նաիրային, համեցեք խոսքը քեզ։ Համեցեք խոսի, խոսքը քեզ։ Բարև եմ ձեր բոլորի տասածներին, բայց մենք պետք է ունենանք պլան, ոչ թե հենց ունենք գործենք ու ամեն ինչ լուրջ բաները ստեղ չարտագանքի։ Գիտեք ինչի համար, դե այդ արդեն դուք խոսակ Արամի հետ, Գևորգ, ինչի ուզում ասել, ես ուզում էի դիմել մեր մեծահարուստներին, որտեղ բոլորը նստեն իմանան ամբողջ աշխարհում իրանք չեն կարող ոչինչ պաշտպանել, իրանք ցեղասպան են լինելու, ցեղականներին ով անել, ինչ որ մի բան իրանք հայրենիքի համար անեն, այդ ինչ ոչինչ է, շնորհակալություն։ Քանի որ հեռախոսով եմ մտած, դրա համար մի քիչ ինչ որ խնդիրներ առաջանում ու ուզում եմ ասել, որ աշխարհասփյուր հայության համայնքային խորհուրդը խորապես մտահոգված է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններով, մասնավորապես մտահոգիչ է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սիստեմատիկ ճնշումները, ինչպես նաև հոգևորականների եւ քաղաքական շրջանակների ձերբակալությունները եւ դրանց նկատմամբ կիրառվող խիստ միջոցները։ Մենք դատապարտում ենք բոլոր իրենց արարքները եւ իրանց ցանկացած գործունեությունը, որը խաթարում է քաղաքացիական ազատությունները եւ իրավական պետության հիմքերը։ Հայաստան առաջին քրիստոնյա պետություններից մեկն է եւ կրոնը Հայաստանի պետականաշինության հիմքում է։ Կարծում եմ այստեղ իմ հետ բոլորը կհամաձայնվեն եւ Փաշինյանի կողմից պետականության հիմքին անգիտակցաբար դա հարված է։ Նույնիսկ համոզված եմ, որ նա չի գիտակցում այդ հայտարարության, ավելի ճիշտ գիտակցում է, բայց դա ամեն ինչ է Ավելի լավ գիտակցում է։ Հա, ավելի շատ լավ էլ գիտակցում է եւ նա գիտակցաբար էլ դա անում է, որպեսզի ոչնչացնի մեր հայությունը եւ նույն գենոցիդը, ինչ որ 1915 թվականին է եղել, իրականացնի շարունակի դա։ Ես դատապարտում եմ բոլոր իր արարքները եւ ամբողջ հայության անունից էլ նույնպես ստիպում ենք, որպեսզի ինքը ազատի այդ աթոռը եւ շուտապույտ ձևով, քանի որ պատերազմ չի եղել մեր ժողովրդի հետ կապված, մեր ժողովրդի մեջ ինքը ազատի այդ աթոռը եւ հանգիստ թողի մեր հայ ժողովրդին։ Եթե կարելի է ավելացում մի փոքր, Արամ ջան։ Ուրեմն ես կխնդրեի իմ առաջարկածը հաշվի առնել, դատապարտում ենք, փաստաթղթի մեջ թող լինի դատապարտում ենք, վերջաբանում լինի, կոչ ենք անում աշխարհասփյուր հայությանը համախմբվել եւ օր առաջ ապազգային կոչվող այդ վարչախմբին հեռացնել։ Այո, շնորհակալություն։ Մենք դատապարտում ենք եւ մենք կոչ ենք անում Սփյուռքի մեր հայ եղբայրներին եւ քույրերին միանալ մեր այս աշխատանքներին եւ իրենց երկրներում նույնպես կազմակերպեն դատապարտման եւ կոչ անեն, որպեսզի բոլորը իրենց կարծիքը արտահայտեն եւ մասնակցեն հայրենիքի այս ծանր պահին պաշտպանելու եւ առաջ տանելու մեր բոլորի նպատակները։ Շատ կարևոր է, որպեսզի մենք բոլորս կարողանանք դատապարտենք եւ առաջ տանենք մեր աշխատանքային խնդիրները։ Լավ եղեք բոլորիդ, հաջողություն եմ ցանկանում, ամենալավն ու բարին։ Հաջողություն։ Լավ եղեք, հաջողություն, ստեսություն բոլորիդ։ Շնորհակալություն բոլորին։ Տեսություն։ Շնորհակալություն։ Մենք գտնվում ենք հիմա Փարիզ կողմից կանգնենք։ Մենք գտնվում ենք Հայաստանի դեսպանատան առջև։ Մեր հենց նոր ավարտվեց մեր առցանց
դեմոնստրացիան, բողոքի ակցիան։ Հիմա մենք հատուկ փունջ ենք վառել եւ կանցնենք դեսպանատան արխիվով։ Պետիցիան էլ կնետենք պոստարկղը, բոլոր մեր կողմից ստեղծված պետիցիան։ Արցանցել այդ պետիցիան կդրվի, հետագայում եթե կան կազմակերպություններ, որ ունենան միանան, հա, ուրա պետիցիան վերցնենք ու մոտենանք արդեն։ Այս պետիցիան է բաղկացած երկու էջից ստորագրություններով, որոնք որ մենք հիմա պետք է այս պետիցիան է բաղկացած երկու էջից ստորագրություններով, որոնք որ մենք պետք է ներկայացնենք հիմա դեսպանատանը։ Դեսպանը գտնվում է ներսում, բայց զանգերին չի պատասխանում։ Ստեղ կար նոր ոստիկանությունը, նրանք էլ ասեցին, որ մենք դիպլոմատիկ ճանապարհով փորձել ենք դեսպանի հետ հանդիպենք, կապ հաստատենք, որ իրանք վերցնեն պետիցիան, բայց պատասխան չի եղել։ Ըստ մեր տեղեկությունների դեսպանի ավտոմեքենան միտինգից առաջ կանգնած ա եղել դեսպանատան առջև, այնտեղ։ Բայց միտինգի սկզբից 15 րոպե առաջ վարորդը տեղափոխել է այլ վայր։ Հիմա մենք մոտենում ենք ուրեմն գցենք պետիցիան եւ խումբ վառենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության իշխանությունների մեջ ծավալած բոլոր բացասական կողմերը, բացասական ուժերը դուրս գան եւ եկեղեցու հետ այլևս որևէ կոնֆլիկտ չլինի։ Ապերը դեռ չեն կարող անենք։ Հիմա ասենք նովի ախոն։ Ամեն քիչ կողրան անենք է։ Դե մենա ֆինանսները չեն։ Կան պահանջում են ինֆորմացիան։ Հրաժարական։ Դեշնամի է, դեշնամի ո՞ր դրաժարական պահանջում։ Դույնը պետք է ապականանքը դրեց պայան։ Բա հիմա դες պաները հրաժարական են պահանջում։ Գույնով մեր բողոքի ակցիան համար ենք ավարտված։ Անելու են, բայց դա Ոչ սինթետիկ բան է, ոչ քիմիա։ Տես ուրեմն պահպանելով հակահրդեհային բոլոր օրենքները, այո, անենք անում, հանգցնում ենք։ Մինչև հավաքենք, ինչ իրան